Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման համար Մոսկվան կրկին կդիմի թուրք ընկերներին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ-նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ-նախարար Հաքան Ֆիդանի հետ մամլո-ասուլիսի ժամանակ, ինչ վերաբերում է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլին, ես նորից կնախընտրեի դիմել մեր թուրք ընկերներին, ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ հանրապետությունը պատրաստ է ցանկացած պահի ընդունել պատվիրակություններ Մոսկվայից եւ Կիևից եւ դրանում տեսնում է իր ուրույն առաքելությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամենայն հավանականությամբ բաց կթողնի ՆԱՏՕ-ի երկրների հաջորդ գագաթնաժողովը հունիսին, ԱՄՆ-ի հետ ծանր հարաբերությունների պատճառով, կարծում է քաղաքագետ գերմանագետ Ալեքսանդր Կամկինը։ Ամենայն հավանականությամբ Զելենսկին չի լինի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, իսկ ԱՄՆ-ի կողմից ներկա չեն լինի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հավանաբար կլինի ՊՆ նախարար Փիթ Հեգեցը կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, բայց ամեն դեպքում գագաթնաժողովը կկայանա նույնիսկ թեկուզ փոքր-ինչ կրճատված ձևաչափով, ասել է Քամկինը։ Նրա կարծիքով Եվրոպան չի ցանկանա հրավիրել Զելենսկուն, որպեսզի վերջնականապես չփչացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Նա չի բացառել, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը Զելենսկուց մեծանա, ապա հնարավոր է ներկայացվի վերջնագիր գագաթնաժողովին կմասնակցի Թրամփը կամ Զելենսկին։ Եվրոպական բազաները իդեմս Լեհաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ի վիճակի չեն ինքնուրույն շարունակել պատերազմն Ուկրաինայում եւ մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն կլքի իրենց, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ-նախարար Սերգեյ Լավրովը։ Եվրոպան շատ է վախենում, որ ԱՄՆ-ն կլքի իրենց, դուք այդ շիլան պատրաստել եք Բայդենի հետ, դուք էլ լուծեք խոսքերով, նշել է նախարարը։ Գործարար եւ իշխող վրացական երազանք կուսակցության հիմնադիր եւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու նախկին գործընկեր Գյորգի Բաչիաշվիլին, ով հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Պետական անվտանգության ծառայության կողմից 2025 թվականի մայիսի 26-ին ստացված անանուն հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հետախուզվող քաղաքացի Գյորգի Բաչիաշվիլին շարժվում է Կարմիր կամրջի եւ Սադախլոյի այսպես կոչված կանաչ սահմանի մոտով, ասվում է հաղորդագրության մեջ։ Անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդը բերման է ենթարկվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի սահմանը հատելու համար։ Ինչպես արդեն հայտնել էինք, Բիձինա Իվանիշվիլու նախկին գործընկեր Գյորգի Բաչիաշվիլին, ով գաղտնի Հայաստան էր մեկնել ռուսական անձնագրով, Իվանիշվիլուն համոզել էր ներդրումներ կատարել բիթքոինների մայնինգում, իսկ հետո յուրացրել էր եկամուտը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը վաղը մայիսի 28-ին կայցելի օկուպացված Լեռնային Ղարաբաղ, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Սպասվում է նաև Պակիստանի վարչապետ Մահմուդ Շահբազ Շարիֆի այցն Ադրբեջան։ Տեղեկությունների համաձայն վաղը տեղի կունենա Լաչինի միջազգային օդանավակայանի շահագործման հանձնման արարողությունը, որը օկուպացված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կառուցված երրորդ օդանավակայանն է։ Օդանավակայանը, որի հիմքը դրվել է 2021 թվականին, գտնվում է Լաչին քաղաքի կենտրոնից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Այն ունի 3000 մետր երկարությամբ եւ 60 մետր լայնությամբ թռիչքուղի, ինչպես նաեւ տերմինալի շենք, որը կարող է ժամում սպասարկել 200 ուղևորի։